Իմ անունը Մարգարիտա է, ես 90 տարեկան եմ։ Առանց շաքարախտի, առանց արյան ճնշման, առանց դեղահաբերի, առավոտյան կամ երեկոյան։ Ես ինքս եմ արթնանում, ինձ համար նախաճաշ եմ պատրաստում։ Ամեն օր զբոսնում եմ, կարդում եմ առանց ակնոցների և հիշում եմ այն ամենը, ինչ ուզում եմ հիշել։ Ոմանք ասում են՝ բախտավոր ես։ Մյուսներն ասում են՝ հավանաբար լավ գենետիկա ունես։ Բայց ես միշտ մի բան եմ ասում։ Ես պարզապես գիտեի, թե ինչ էի դնում իմ ափսեի մեջ։ Ես հիվանդություններ չեմ բուժել, ես դրանց հնարավորություն չեմ տվել հայտնվելու։ Բայց նայեք շուրջս, թե ինչպես են ապրում իմ հասակակիցներս։ Մեկը չի կարող քայլել առանց շնչառության դժվարության, մյուսի պայուսակը շարժական առաջին բուժօգնության պայուսակ է։ Ոմանք ամեն առավոտ դեղահաբերի տուփ են բացում, ոչ թե պատուհան։ Եվ մենք սովորում ենք դրան։ Մենք սովորում ենք ցավին, հոգնածությանը, վատ քնին։ Մենք մտածում ենք՝ դա տարիքն է։ Բայց գուցե դա տարիքը չէ, կամ գուցե դա հետևանք է։ Այն բանի հետևանքները, ինչ մենք տարիներ շարունակ կիրել ենք։ Բայց ամենակարևորը, ամեն ինչ կարելի է փոխել, նույնիսկ եթե դուք արդեն 60, 70 կամ նույնիսկ 80 տարեկանից բարձր եք։ Ոչ թե արմատապես, ոչ թե սովամահաներով, այլ պարզ, կենդանի տակ, սննդի միջոցով։ Սնունդ, որը սնուցում, բուժում և պաշտպանում է։ Այսօր ես ձեզ կպատմեմ 5 պարզ ապրանքների մասին, որոնք սկիզբ դրեցին իմ երկրորդ երիտասարդությանը և որոնք, վստահ եմ, օգնեցին ինձ ապրել մինչև 90 տարեկան, ոչ թե գոյատևելով, այլ ապրելով։ Բայց նախ, եթե հոգ եք տանում, եթե ցանկանում եք պահպանել ձեր սեփական կամ ձեր սիրելիների առողջությունը, աջակցեք մեզ և բաժանորդագրվեք ալիքին։ Եվ եթե տեսանյութը դատարկ է թվում, մեկնաբանություններում գրեք 0 բառը։ Եվ եթե այն արձագանք գտավ ձեզ մոտ, գրեք 1։ Սա մեզ կտեղեկացնի, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ձեր արձագանքը վառելիքն է, որը մեզ առաջ է մղում։ Եվ հիմա հարցի էությանը։ Եկեք սկսենք նրանից, ինչից ես տարիներ շարունակ չեմ զրկվել առավոտյան։ Այն ապրանքից, որն ինձ պարզ միտք և թեթև սիրտ տվեց։ Առաջին ապրանքը՝ սև չիչխան։ Այն փոքր է և չութու, բայց այն ավելին է անում, քան դեղահաբերի մի ամբողջ տարակ։ Ես սկսեցի այն ընդունել մոտ 30 տարի առաջ թե որովհետև այն նորաձև էր, այլ որովհետև հարևանուհիս առաջարկեց։ Ի դեպ, նա թոշակառուշտ ապօգնության բժիշկ էր։ Նա ասաց. Եթե ուզում եք, որ ձեր արյան անոթները լինեն երիտասարդ կնոջ արյան, անոթների նման մի քիչ չիչխանի հատապտուղ եփեք։ Ձեզ շատ բան պետք չէ, բայց դա արեք ամեն օր սկզբում ես կասկածամիտեի։ Ուրեմն ինչ, սա պարզապես հատապտուղ է։ Բայց ես փորձեցի։ Ես մի բուր չորացրած չիչխանի հատապտուղներ եփեցի թերմոսի մեջ, թողեցի մի քանի ժամ թռնվի և սկսեցի օրական կեսբաժակ խմել, ոչ թե ամեն օր, այլ պարբերաբար։ Եվ հետո ես սկսեցի նկատել ինչ-որ տարօրինակ բան։ Գլուխս այլևս ծանր չէր, և ձեռքերս տաքացան, նույնիսկ ձմռանը։ Եվ ամենազարմանալին այն էր, որ իմ արյան ճնշումը հավասարվեց։ Առաջ, երբ այն բարձրանում էր, զգում էիր, որ պատրաստվում ես պառկել, բայց հիմա այն կայուն էր, լուռ, ինչպես ժամացույցի մեխանիզմը։ Չիչխանը յուրահատուկ հատապտուղ է։ Այն այնքան շատ օգտակար հատկություններ ունի, որ չես կարող գնել դեղատնից։ Անտոցիանինները բնական գունանյութեր են, մուգ, գրեթե սև։ Դրանք պաշտպանում են արյան անոթները, բարելավում են աչքերի և ուղեղի արյան հոսքը։ Մի խոսքով, դրանք մեզ ավելի կենսուրախ են դարձնում։ Եվ ահա պատմությունը։ Իմ ընկերուհի Աննա Պապյանը, մենք գրեթե միասին թոշակի անցանք։ Նա այդ ժամանակ 74 տարեկան էր։ Նա անընդհատ բողոքում էր։ Ես գլխապտույտ էի զգում, հատկապես առավոտյան։ Նա ասաց, որ ես զգում էի, որ սենյակում լողում եմ, իսկ նրա ձեռքերը անընդհատ սառը էին։ Բժիշկն ասաց. տարիքային անոթային թուլություն։ Նա դեղահաբեր նշանակեց, բայց նա լավ չէր տանում դրանք։ Ես ասացի, փորձիր չիչխանի հատապտուղներ։ Ես նրան բերեցի չորացրած հատապտուղների մի բանկա և ասացի, թե ինչպես դրանք եփել։ Մի քանի ամիս անց ես պատահաբար հանդիպեցի նրան այգում, և նա, կարծես ոչինչ չէր պատահել, ձեռքով արեց ինձ նրբանցքի մյուս կողմից։ Նա ասաց. Մարգարիտա, ես կարող եմ նորից մենակ քայլել առանց վախի, և իմ մատները տաք են, ինչպես նախկինում։ Ես նույնիսկ ձմռանը միշտ գլխարկ չեմ կրում։ Ահա և այն, ոչ էկզոտիկ, ոչ ներմուծված, այլ մեր տեղական չիչխանը։ Ինչպես պատրաստել այն։ Թրմեք այն թերմոսի մեջ 2-3 ժամ, խմեք այն կոմպոտի պես։ Կարող եք ավելացնել այն չորացրած կամ թարմ շիլայի, կամ խնձորի կոմպոտի մեջ, բայց առանց շաքարի։ Գլխավորը դա անելը մեկ անգամ չէ, այլ պարբերաբար, քիչ-քիչ, առանց մոլեռանդության։ Եթե դուք նույնպես զգում եք արյան ճնշման կտրուկ աճ, սառը մատներ կամ ծանր գլուխ, պարզապես փորձեք սան։ Չիչխանը գործում է ոչ թե կոպիտ, այլ նրբորեն, կարծես կարգուկանոն է վերականգնում մարմնում։
Եվ եթե դուք արդեն ծանոթ եք այս հատապտուղին, գրեք ուժ բառը մեկնաբանություններում։ Եթե ոչ, գրեք այն, ես կհիշեմ այն։ Սա մեր հասկանալու ձևն է, որ այստեղ ասածը, լսածը ապարդյուն չէ։ Երկրորդ ապրանք, Իվանթեյ, խոտաբույս, որը վերականգնում է խաղաղությունը։ Երբ ես փոքր էի, Իվանթեյը խմում էին շատ տներում եւ ընտանիքներում, հատկապես մեր գյուղում, այն կանգնած էր տատիկների դարակներում, 3 լիտրանոց բանկաների մեջ։ Այն եփում էին ինչպես սովորական թեյը, միայն համն ավելի մեղմ էր, եւ հետո ոչ դառնություն կար, ոչ էլ անհանգստություն։ Հետո այն մոռացվեց, խանութները տուփերը լցրեցին համեմունքներով, եւ Իվանթեյը դուրս եկավ նորաձևությունից։ Բայց մոտ 20 տարի առաջ ես վերադարձա դրան, եւ այդ ժամանակվանից ի վեր օգտագործում եմ այն։ Ինչու՞։ Որովհետև այն անում է հենց այն, ինչ անհրաժեշտ է տարիքի հետ։ Այն հանգստացնում է նյարդային համակարգը, թեթևացնում ներքին լարվածությունը, բարելավում է քունը եւ մարսողությունը, ոչ մի դեղահաբ, ոչ մի կախվածություն։ Երեկոյան ես մի պտղունց Իվանթեյ եմ եփում։ Ես թողնում եմ այն թրմել 10-15 րոպե։ Ես այն խմում եմ տաք, առանց շաքարի երբեմն, մի կաթիլ չիչխանի թուրմով։ Հետո մարմինս հանգստանում է, մտքերս հանդարտվում, եւ ես խաղաղ քնում եմ, առանց խանգարող երազների կամ աշտանալու։ Ես մի ընկերուհի ունեի, մենք հաճախ էինք հանդիպում գրադարանում։ Նա բողոքում էր, որ երեկոյան սիրտը սկսում էր արագ բաբախել, ինչպես ինքն էր ասում։ Նրա զարկերակը մաքրվում էր, նա անհանգստանում էր, եւ դա չէր թողնում, որ քնի։ Դեղահաբերը նրան չէին օգնում, դրանք միայն սպառում էին նրա ուժերը։ Իվանթեյի օգտակար հատկությունները բազմապատկեր վերականգնում է աղիքներում միկրոֆլորայի օպտիմալ հավասարակշռությունը։ Բազմապատկեր նվազեցնում է չարորակ ուռուցքների զարգացումը։ Վերացնում է փորկապությունը։ Կել ունի միզամուղ եւ հակաբորբոքային ազդեցություն։ Մարմինը մաքրում է տոքսիններից։ Բարելավում է տղամարդկանց առողջությունը։ Բարելավում է վահանաձև գեղձի գործառույթը։ Արագացնում է նյութափոխանակությունը։ Օգտագործվում է շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար։ Մի օր ես նրա համար թերմոսի մեջ լցրի Իվանթեյ եւ ասացի. «Փորձիր սև թեյի փոխարեն, գոնե 1 երեկո»։ Անցավ մի քանի օր։ Նա մոտեցավ ինձ եւ ասաց. «Այն ձեզ չի ծանրացնում, այն ձեզ աջակցում է։ Այն հարուստ է դանդաղ արտազատվող ածխաջրերով, որոնք ձեզ էներգիա են տալիս ոչ միայն 1 ժամվա, այլև ամբողջ օրվա համար։ Այն հարուստ է մագնեզիում, ով երկաթով եւ մանրաթելով։ Եվ այս ամենը առանց դեղատնից որևէ հավելանյութի։ Եվ եթե այն եփեք մինչև փափկի առանց տապակելու, այն հարմար է նույնիսկ ստամոքսի կամ ենթաստամոքսային գեղձի խնդիրներ ունեցողների համար։ Ես ունեմ զարմուհի, որը նուբար է։ Ամբողջ կյանքում նա ուտում է վազքի մեջ, նախուտեստներ է անում, երբ հնարավոր է լինում։ Ես նրան ասում եմ. «Պարզապես թրջեք այն գիշերը եւ եռացրեք առավոտյան»։ Սկզբում նա խռմփաց, բայց 1 ամիս անց նա ասում է. «Մորաքույր Ռիտա, ես առաջին անգամ սկսել եմ ճիշտ սնվել, եւ իմ գլուխը ավելի մաքուր է, եւ ես ավելի շատ էներգիա ունեմ երեկոյան։ Շնորհակալություն»։ Այսքանը ոչ թե նորաձև նախաճաշեր, այլ հնդկացորեն, պարզ հուսալի անպաճույճ, եւ տարիների ընթացքում ես միայն ավելի վստահ եմ դարձել դրանում, ինչպես պատրաստել։ 1-ից 2 մի բաժակ հնդկացորեն, 2 բաժակ ջուր։ Եփեք թույլ կրակի վրա 15-20 րոպե։ Առանց յուղի, առանց աղի, ոչ մի ավելորդ բան։ Կարող եք ավելացնել մի փոքր ռովանի հատապտղի թուրմ կամ 1 գդալ տաք կտավատի յուղ եփելուց հետո։ Եթե դեռ մտածում եք, թե որտեղից սկսել փոփոխություններ կատարելը, սկսեք սրանից։ Հնդկաձավարը նման է հիմքի, այն մեծ ջանք չի պահանջում, բայց ապահովում է հիմքը։ Եթե դուք նույնպես հնդկաձավար եք ուտում, մեկնաբանություններում ասեք, թե ինչ հիմք է այն։ Եթե դեռ չեք ուտում, ասեք. «Ես մի քիչ կավելացնեմ իմ ափսեին»։ Տեսնենք, թե մեզանից քանիստ են ընտրում պարզ, բայց հուսալի։ 4-րդ ապրանքը՝ ծովակաղամբ։ Այն պարունակում է այնքան ջոտ, որքան կարող եք գտնել դեղատներում, բայց սա միայն սկիզբն է։ Ես առաջին անգամ փորձեցի այն մոտ 40 տարեկանում։ Այն ժամանակ ոչ ոք իրականում չէր խոսում իմ վահանաձև գեղձի մասին, բայց ձեռքերս սկսեցին սառչել, ձայնս ավելի հանգիստ դարձավ, եւ ես զգացի, որ ավելի քիչ էներգիա ունեմ, քան նախկինում։ Բժիշկը նայեց իմ անալիզներին եւ ասաց. «Ձեր յոդը քիչ է, մտածեք ծովամթերքի մասին»։ Ես ձկան մեծ սիրահար չեմ, բայց ջրի մուրը բնական ընտրություն էր։ Այն ծանր չէ եւ համը մի փոքր աղի է, բայց եթե ճիշտ պատրաստեք, համեղ է։ Ես այն քիչ քանակությամբ եմ ավելացնում։ Իմ շիրը աղցանին, երբեմն առանձին, որպես խավարտ։ Եվ մի քանի շաբաթ անց ես զգացի, որ ձեռքերս ավելի տաք են, ուժերս վերադարձել են եւ գլուխս ավելի մաքուր է թվում։ Ահա թե ինչ է նշանակում, երբ ձեր մարմնում ամեն ինչ սկսում է աշխատել այնպես, ինչպես պետք է։ Ծովակաղամբ միայն յոդ չէ,
Այն պարունակում է B վիտամիններ, երկաթ, մագնեզիում և սննդային մանրաթել։ Այն աջակցում է վահանաձև գեղձին, մաքրում է արյան անոթները և կարգավորում նյութափոխանակությունը։ Եվ ավելին, այն նրբորեն իջեցնում է խոլեստերինը և օգնում լյարդին հաղթահարել ավելորդ սթրեսը։ Ես ունեմ հարևանուհի, Աստիկ Սիմոնյանը։ Նա միշտ բողոքել է անտարբերությունից և ուղեղի մշուշոտությունից։ Նա սկսել է ծովակաղամբ ուտել օրը մեջ, երբեմն աղցանի մեջ, երբեմն պարզապես մեկ գթալ, որպես խավարտ։ Մեկ ամիս անց նա ասում է. «Մարգարիտա, կարծես ինչ-որ մեկը լույս վառեց իմ մեջ, և իմ հիշողությունը ավելի լավն է, և նույնիսկ իմ պարանոցը այլևս ցուրտ չէ»։ Ահա թե ինչպես է գործում պարզ դիետան։ Բայց կարևոր է, մի գնեք բանկաների մեջ պահած տեսակը, քացախով և շաքարով։ Դա միայն վնասակար է, ավելի լավ է չորացրած ջրամուղը մի քանի ժամ թռչել ջրի մեջ, լվանալ և ավելացնել մի կաթիլ յուղ, կամ օգտագործել բարձրորակ սառեցված ծովակաղամբ, առանց հավելումների։ Ինչպես օգտագործել այն։ Աղցանի մեջ, գազարի, հնդկացորենի և խաշած ճակնդեղի հետ։ Առանձին որպես զարդարանք, 1 կամ 2 ճաշի գթալ կամ նույնիսկ ավելացնել բանջարեղենային ապուրինգ եփելու վերջում։ Եթե նախկինում խուսափել եք ծովակաղամբից, միշտ ապեք հրաժարվել դրանից, տվեք հնարավորություն։ Եվ եթե արդեն ուտում եք, գրեք յոդի մասին մեկնաբանություններում։ Եթե նոր եք մտածում այն փորձելու մասին, գրեք ես կներառեմ այն։ Տեսնենք, թե մեզանից քանիսն են հոգ տանում իրենց վահանաձև գեղձի և արյան անոթների մասին, ոչ թե դեղահաբերով, այլ պարզ սննդի գթալով։ 5-րդ ապրանքը թթու կաղամբ, այն ոչինչ ավելորդ չունի, բայց ամեն ինչ անհրաժեշտ է։ Ես այս կաղամբը գիտեմ մանկուց։ Մեր տանը մենք միշտ այն պատրաստում էինք ինքներս, մեծ տարայի մեջ, առանց քացախի, առանց շաքարի, միայն կաղամբով, գազարով և մի փոքր աղով։ Այն ժամանակ մենք այն պարզապես ուտում էինք կարտոֆիլի հետ, և ավելի ուշ, երբ մեծացա, հասկացա, սա պարզապես խավարտ չէ, այլ իրական աջակցություն ամբողջ օրգանիզմի համար։ Թթու կաղամբը կենդանի սնունդ է։ Այն պարունակում է կաթնատվային մանրէներ, որոնք օգնում են աղիքներին ճիշտ գործել։ Սա նշանակում է, որ վիտամիններն ավելի լավ են ներծծվում, լյարդը չի գերծանրաբեռնվում, իմունային համակարգն ավելի ուժեղ է, և ամենակարևորը, մարմնում ավելի քիչ բորբոքում կա։ Ես հատկապես զգացի դրա ուժը 70 տարեկանում։ Հետո սկսեցի մարսողական խնդիրներ ունենալ, փքվածություն, ուտելուց հետո ծանրություն, քնկոտություն, ախորժակ, բայց ուտելուց հաճույք չստացա։ Սկսեցի կաղամբ ուտել քիչ-քիչ, 1 ճաշի գթալ ուտելուց առաջ, երբեմն պարզապես որպես խորտիկ։ Մի քանի շաբաթ անց ինձ ավելի լավ զգացի, իսկ 1 ամիս անց կարծես իմ ներսում ամեն ինչ ավելի հանգիստ և ներդաշնակ էր աշխատում։ Իմ ախորժակը վերադարձավ, և տրամադրությունս ավելի հավասարակշռված դարձավ։ Թթու կաղամբ։ Այն նաև պարունակում է վիտամին C, որը մեզ հաճախ պակասում է տարիքի հետ։ Եվ այն նաև պարունակում է մանրաթել, կալիում և B վիտամիններ, հատկապես B6, որոնք օգնում են ուղեղի աշխատանքին և նվազեցնում անհանգստությունը։ Իրական պատմություն։ Իմ հարևանուհի Աննեն 78 տարեկան է։ Հակաբիոտիկների կուրսից հետո նրա մոտ աղիքային խնդիրներ սկսվեցին։ Բժիշկը պրոբիոտիկներ նշանակեց, բայց նա մոռացավ գնել դրանք։ Եվ ես նրան ասացի. սկսեք կաղամբից, բայց ոչ թե սուպերմարկետից, այլ իսկական, տնական կաղամբից։ Ես ձեզ մի բան կկտամ։ 1 շաբաթ անց նա եկավ և ասաց. Մարգարիտա, 1 ամսվա ընթացքում առաջին անգամ ստամոքսս հանգիստ է, և ես ինձ ավելի թեթև եմ զգում, մարմնով, մտքով և տրամադրությամբ։ Ինչպես ուտեմ այն։ 1 կամ 2 ճաշի գթալ ուտելուց առաջ, կամ մի փոքր աղցանի մեջ, բայց առանց մայոնեզի, առանց քացախի, առանց շաքարի, առանց կոնսերվանտների։ Միայն կաղամբ, գազար և աղ, այսքանը։ Եթե ուզում եք, որ ձեր մարսողությունը լավ աշխատի, տրամադրությունը պահպանվի և ջրը գրգռությունը դադարի կուտակվել, ավելացրեք այս կաղամբը ձեր սննդակարգին։ Պարզ, կենսուրախ և մատչելի, եթե այն արդեն ունեք ձեր սառնարանում։ Տեղյակ պահեք մեկնաբանություններում, Ոցմու է, բայց ճշմարիտ։ Եթե փորձելու եք, տեղյակ պահեք, ես կսկսեմ գթալից։ Այդպես կտեսնենք, թե ով է պատրաստ աջակցել իր առողջությանը առանց դեղատների և ծայրահեղությունների։